Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։ Նա վստահեցրել է Երևանը հաստատել է իր մասնակցությունը, այժմ հարցը մշակվում է։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում նախատեսվում է ներառել 14 հարց։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ երբեք չի այցելի Բելարուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը Հռոմի Պապի ամառային նստավայրում հանդիպել է Լևոն 14-րդ Պապի հետ։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն երկու հովվապետերն անդրադարձել են աշխարհում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Գարեգին երկրորդը Հռոմի Պապին է ներկայացրել բռնի տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առաջ կանգնած հայ հոգեվոր եւ մշակութային ժառանգության պահպանության, հայ գերիների ազատ արձակման հրամայականը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Լևոն 14-րդին Հայաստան է հրավիրել։ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռն է կայացվել մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռադիկ Մաթևոսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, հայտնում է գլխավոր դատախազությունը։ Միաժամանակ կապիտան Եղիշե Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, վարույթը դատաքննության փուլում է։ 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվել էր, 7 վնասվածքներ ստացել։ Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին երկրորդ բանակային կորպուսի հրամանատարն ու բարձրաստիճան այլ զինվորականներ։ Անկախության օրվա առթիվ Երևանի որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն։ Սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարությունը Հանրապետության եւ Ազատության հրապարակներում կանցկացնի զինված ուժերի զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ եւ պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ։ Միջոցառման ընթացքում փակ կլինեն մասնավորապես Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան, Վազգեն Սարգսյան փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի որոշ հատվածներ։ Իսրայելի ինտենսիվ հրետակոծությունների հետևանքով սեպտեմբերի 16-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 68 պաղեստինցի, այդ թվում 43-ը Գազա քաղաքում։ Իսրայելական ուժերի ավիահարվածների ու հրետանային ռմբակոծությունների թիրախում են հայտնվել Գազա քաղաքի Աս-Սուդանիա շրջանը, Թալ Ալ-Հավա թաղամասը, Աշ-Շաֆա բժշկական համալիրի դարպասները։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայում գործող հիվանդանոցների շտապօգնության բաժանմունքները չափազանց ծանրաբեռնված են եւ աշխատում են տեղորակի եւ անհրաժեշտ սարքավորումների պակասի պայմաններում։ Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, ինչպես նաև այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկման հնարավորությունը։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը հավելել է. ամբողջությամբ իջեցրել են քաղաքական շփումների մակարդակը, դադարեցրել են Վրաստանի իշխանություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը եւ մեծացրել աջակցությունը քաղաքացիական հասարակությանը։ Եվրախորհրդարանը կրկին կքննարկի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին անվստահություն հայտնելու հարցը։ Նոր ընթացակարգը սկսվել է ներկայացված երկու միջնորդության հիման վրա։ Անցած հուլիսին նման քվեարկություն արդեն կայացել էր ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերիի նախաձեռնությամբ։ Նա Եվրահանձնաժողովին մեղադրել էր Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու եւ Եվրամիության ռազմական ծախսերի ֆինանսավորման ծրագրին աջակցելու համար։ Այն ժամանակ ֆոն դեր Լեյենը ստացել էր վստահության քվե, հավաքելով ձայների մեծամասնությունը։